որևէ տրամաբանություն, բացատրություն ինչ չի կարողանում համոզել, թե ինչ է նշանակում ապացույցների ծավալ, եթե հիմնական հարցերը չենք քննելու։ Ես անցյալ դատավարական նիստին ասացի, հիմնական հարցերը նրանք են, որոնք առանցքային դերակատարություն ունեն այս գործի բնութագիր տալու համար, որ տրվել է մարդկանց կողմից, հատկապես այսպես կոչված պետական պաշտոնյաների կողմից։ Մեզ մեղադրում են ահաբեկչության եւ իշխանության զավթման մեջ նրանք, ովքեր ահաբեկիչ ու իշխանություն զավթածներ են, դա ուրիշ բնութագիր է։ Հիմա դուք փաստորեն մեզ ասում եք, որ գնանք լսենք խոսակցություններ, որոնցից դարձել եմ ասում, բացարձակ չենք խուսափում, թեպետ նորից այդ խոսակցությունները աղճատված են, փոփոխված են եւ որ հիմնական իմաստով քննություն չեն անցել։ Այս հարցը չեք քննարկում դուք, բացարձակ պահանջ չեք ներկայացնում, բացարձակ չեք ներկայացնում։ Չեք ներկայացնում պահանջ, որ այս մարդկանց ինչ հիմքով եք բերել այստեղ, լավ, ինչ հիմքով։ Տանը 20 հոգի, 50 հոգի, 100 հոգի խոսելու համար, հիմա որ տներում չեն խոսում, ես չեմ ուզում ասել ձեր տներում, որովհետև չեմ ուզում հանկարծ վիրավորական հնչի։ Բայց արդյոք չկա նման բան։ Դա է կարևոր, թե հիմնավոր իմաստով ահաբեկչության փաստաթուղթ, հիմնավոր ներկայացված հիմքը ձայնագրությունների, որ ինչ հիմքով են արել դա, այն մյուս մեղադրանքների շարքը հիմնական, սրանք են կարևոր, թե 20 հոգի իրար հետ ինչ են խոսել։ Դա է ապացույցը։ Ես չեմ հասկանում, տրամաբանությունը չեմ բացարձակ չկա, հա, ավարտում եմ հիմա։ Եվ չեն կարող համոզել, բացարձակ չեն կարող համոզել։ Հիմնական խնդիրը թողած, ուզում ենք երկրորդական, երրորդական հարցերով զբաղեցնել, այո, ես դիտմամբ եմ օգտագործում այդ բառը զբաղեցնել։ Դուք ասում եք ամեն 5 շաբթի դատավարություն եք անում, բայց դուք մի անգամ ձեռք մեկնել եք այդ գրքից վերցնելու նայելու ինչ է գրված։ Երբ հարցնում եմ, ասում եք ես տեղյակ չեմ։ Բա լավ, ո՞նց է լինում սա, ես դրսում եմ դատավարություններ տեսել, աշխարհի տարբեր ատյաններում, վերաբերմունք եմ տեսել։ Հիմա չեմ հասկանում, դա ինչ է։ Ես բարձաբան եմ ասացել։ Հա, հիմնական խնդիրը մենք ահաբեկիչ ենք, թե ահաբեկիչ չենք։ Ուրեմն հաստատում կա, թե չկա, հիմք կար դա անելու համար։ Լսեցի ձեզ։ Ունա ամենայն հարգանքով դեպի ձեր անձը եւ դատարանության մյուս մասնակիցների նկատմամբ մեկ վարքյան ես ասեմ, որպեսզի ոչ թե դատարանը ասում է ես տեղյակ չեմ, դատարանը դատակնից ես ամբողջ 34 հատորը այդ ուսումնասիրել ես չեմ ընդհատել, չէ՞ ձեզ խոսել։ Ես 34 հատորից է բաղկացած գործը, պարտավոր է հետա ուսումնասիրել, ես 34 հատորն եմ ալել։ Դատարանը այս փուլում իրավունք չունի, որովե գնա, որ ասում եմ, ես չեմ կարող ասել այդ հարցին պատասխան, այս փուլում իրավունք չունի դատարանը, թե մեղադրանքի, թե պաշտպանական կողմ, այսպես ասեմ, դիրքորոշում հայտնելու դատարանը իրավունք չունի։ Հետազոտման արդյունքում դատարանը կարող է վերջնական որոշում կայացնել։ Հիմա ես ավելին ասեմ, դուք նշում եք, ասում եք գաղտնալսումներ կա, բովանդակությունը այսպիսին է։ Ես ընթերցել եմ գրավոր այն ինչ որ կա։ Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր եւ հանրության նաեւ աչքի դիմաց այս ապացույցները հետազոտվի, հասկանանք ինչ է տեղ ունեցել։ Հասկանանք, արդյոք է ձեր խոսակցությունն է, մյուսի խոսակցությունն է, թե ընդհանրապես այլ մարդիկ են, հասկանանք բովանդակությունը ամբողջության առումով, հասկանանք այդ խոսակցությունները հետագայում թույլատրելը եղել է իրավաչափ օրինական թե ոչ օրինական։ Այս բոլոր գործողությունները մինչև չարվի, նաև վկաներին լսենք, որովհետև ըստ մեղադրանքի կողմը ծավալ ներկայացրեց, նշելով, որ այս վկաների ցուցմունքներով էլ ըստ մեղադրանքի կողմից հիմնավոր
բայց այդ հիմնավորումները բնականաբար դատարանն է այդ հիմնավորումը ընդունում, սրանով հիմնավորումա թե չի հիմնավորում։ Դատարանը արագ նորից եմ կրկնում շաբաթը մեկ որպեսզի կարող են երկու շաբթի օր դնել կամ այլ օր դնել, դա էական չի։ Սա այս արագ նիստերի իրեք շաբաթը մեկ առնվազն նշանակել է, այս դրանից է բխում, որպեսզի կարողանանք շատ արագ, հնարավորինս արագ փորձել պարզել այս ամենը։ Որպեսզի նաև ես նախորդիվ էլ նշեցի եւ հիմա էլ եմ նշում, ասում եմ, խափան միջոցներ է կիրառված 18 մեղադրյալների նկատմամբ, որոնցից 5-ը այս պայդրությամբ գտնվում են արգելանքի տակ, ընդ որում նաև դուք ամենածանրը ձեր նկատմամբ է խափան միջոց կիրառված, մեկ վարքյան էլ մի ընդհատեք էլ եք։ Ես կլսեմ հեսա ձեզ, կամ ընդհատեմ խոսեք, եթե այդպես է։ Ես նախորդի դատական նիստերին եմ նշել, որ գործի դատաքննության ընթացքում ապացույցների ծավալը երբ որ սպառում են, բնականաբար նվազում են այսպես թե այնպես ժամանակի ընթացքում, թե ապացույցը հետազոտելուց հետո այն ռիսկերը, որոնք որ նախկինում դատարանի մոտ առկա են, նվազում են, որոնց ինքները դուք ականատես եք եղել եւ այսպես ասեմ, շուրջ 14 ներողություն, 13 մեղադրյալի նկատմամբ խափան միջոց է փոխվել։ Դա էլ է վառ արդյունքը դրա, որպեսզի երկարատև չմնա։ Ձգելու այստեղ որևէ խնդիր չկա, բացառում է, ձեռքեր լվալու, առավել ևս չկա այդ խնդիրը։ Ես չգիտեմ, դուք նախորդիվ էլ նշեցի, որ մի թերա գնահատեք այդ, դուք ինքներդ կհամոզվեք, գործի քննության ընթացքում։ Հիմա ձեր աչքին այդ ամեն ինչը չերում, դուք ինքներդ կհամոզվեք գործի քննության ընթացքում, արդյունավետությունը։ Եվ դատարանը դրա համար կողմերին ինչ է կոչ անում, ասել, վարքի մասնակիցներ, ծավալը ներկայացրեք, հնարավորինս արագ մտնենք մենք հիմնական դատալսումների փուլ, բոլոր ապացույցները հնարավորինս արագ, եթե պետք լինի ամեն օր իրար հետև կնշանակենք անգամ դատական նիստերը, եթե ձեր համաձայնությունը կլինի։ Դրան էլ դատարանը կգնա։ Չեմ տեսնում այդտեղ որևէ խնդիր։ Խնդրեմ, ես ավարտեցի։ Այո։ Նախ ինձ ասում եք հարգում եմ միշտ ինչ է։ Հարգանքը ընդհանրապես բոլոր մասնակիցների նկատմամբ այո, չեմ հակառակը ես չեմ էլ ցուցաբերել։ Չեմ առանձնացնում, այո։ Երկրորդը, որ ուրեմն արդարադատությունը կանեք, անում եք, համոզված եղեք, ասում եք, հավատացեք։ Ինչին համոզվածն է, որ 9 ամիս շարունակ մարդիկ գտնվում են առանց հիմքը քննելու սահմանափակումների մեջ, այսպես կոչված։ Իմ պարագային ես ծանր չի իմ վիճակը, շատ թեթև է։ Շնորհակալ եմ դրա համար, որ ինձ Աստված այս հնարավորությունը կյանքում տվել է։ Դա էլ դուք չեք տվել։ Ինչպես Հիսուս ասում էր կուսակալին, Աստված է ուզել, որ այդպես լինի, ես էլ փառք եմ տալիս իրեն։ Իսկ ձեր համոզման իմաստով կասկած ունեմ, որովհետև քանիցս պնդել են, որ այս գործի հիմքերը պետք է քննվեն, ոչ թե մարդիկ ինչ են խոսել կամ ինչ չեն խոսել։ Վկաների մասին եք ասում, անցյալ անգամ պնդեցին, որպեսզի այո, վկայություն տա քննչական կոմիտեի ղեկավարը, ծանրակշիռ մեղադրանք է այդ մարդը ներկայացրել։ Գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանը ասեց 62 մարդու դրել է մեղքի տակ։ Բայց սրանք վկաներ չպետք է լինեն, թե ինչ հիմքով են այդ մարդիկ մտել խորհրդարան, հայտարարություններ արել։ Քննչական կոմիտեի ղեկավարը դուք ասում եք չէ, հետագային երբ է, հիմա պնդում ենք հիմքերը բերեք, որ այս մարդկանց մեզ ինչ եք կալանավորել։ Ինչի իման վրա, հետագային։ Ասում եմ ձայնագրությունները փորձաքննություն չեն անցել, դուք ասում եք ստուգենք ձայնագրությունները ճիշտ են թե սխալ են։ Ինչ է ստուգեք ճիշտ, ինչպես եք ստուգելու ճիշտ են թե սխալ, երբ որ փորձաքննություն չկա։ Դարգելի մի հատ։ Հիմա ես հիմքերն եմ ասում։ Ես չեմ ստուգում,
Ես ասում եմ պարունակությունը, խոսակցությունների տեսնենք ինչ է, վերջում նոր ասում։ Պարունակությունը ձեզ ասում եմ, եթե ընդունենք մի բան, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ անկեղծ ասեմ, եթե ամբողջ գործը 35 հատոր եղածով, չեղածով, ամբողջ ինչ որ ահաբեկչությունների ու չգիտեմ ինչերի մասին է, բայց վերջում կա մի էջ, որտեղ գրված լինի, չի լսվում, սա փակվելի գործ է, որովհետև չգիտեք մարդիկ ինչ են ասել վերջում, ինչ են խոսել, դուք ինչպես եք մարդկանց կալանքա տալիս, դատում եւ այլն, երբ որ այդպիսի փաստ կա առկա, այս գործի ես ասում եմ նորից 50%-ից ավելին գրվածը չի լսվում, ուզում եք կամայական պատահական մի հատ էջ վերցրեք տեսեք, բայց եթե չի լսվում, սրա փորձակնությունը ով է արել, ինչու չի լսվում, հիմա դուք ոնց եք պարզելու դա, ինչպես, առանց հիմքի մարդկանց կալանք տրված է եղել, մեղադրանք ներկայացված է եղել, մենք ասում ենք բերեք հիմքերը քննենք, դուք ասում եք չէ, բերեք դատախազների առաջարկած ձայնագրությունները լսենք, լսենք, ինչ է եղել դրանք, արգելի մեղադրել, թող մեղադրանքի կողմ այդ մասին որոշի, ներեգություն, թող մեղադրանքի կողմ այդ մասին մտածի, բայց դուք եք որոշում կայացնողը, ես եմ որոշում դա, գործակնություն կա թե չէ, մեղադրանքի կողմը պետք է բերի ապացույց, բայց գործում կա, չկա, ձեռագրական քննություն կա, ոչ, չկա, Այն ինչ ասեմ, որ չկա։ Մեղադրանքի կողմը դրա մտով բերի։ Մեղադրանքի կողմը չի ուզում բերել։ Պաշտպանները միջնորդում են, որ բերվի։ Դուք ընդունում եք այն, ինչ որ ասում է մեղադրանքի կողմը։ Ուրիշ ինչ կա այստեղ, տրամաբանություն շատ պարզ բան եմ ասում, պատվարժան դատարան։ Դուք ասում եք ձեռ չեմ լվանում, բայց հարցնում եք, ինչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ հիմքերը չկան։ Հիմնական փաստաթղթեր եւ հիմքեր գոյություն չունեն։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Այլապես չի է ժողովրդի 90%-ը կալանքի տակ լինի, արդեն կալանքի տակ է առանց հետո, բայց ինչ հիմքով։ Սա է ամբողջ ասելիքը մեր, ես դրա համար եմ կներեք, որ երկարացնում եմ, բայց այդ պատճառով եմ պնդում, այդ պատճառով չեմ հասկանում, այդ պատճառով ինձ համար բացարձակ անհասկանալի է դատախազների ներկայացրածը, ինչից են իրենք վախենում, եթե մրցակցայինի մասին է խոսքը, հիմա կասեն մեզ մի վիրավորեք, չենք վախենում, հա չենք վախենում, չենք վախենում, վերեք հիմքերը այն ընթացակարգով, որ գնում է ներկայացրեք, գործը ավելի կհեշտանա, էլ չենք գնա 1001 ծակու ճյուղերի կպնենք, ներողություն ես արտահայտությունների համար, Այն հիմնավոր կասենք, սա է, մարդիկ սրանք են, վերջ, ամբողջ այսպես կոչված այս ընթացքի, այս թույլ տվեք ասեմ, տառապանքը հենց դրա մասին էին, որ ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես այսպեսի որոշումներ կայացնում, և հետևաբար ձեր համոզումները գործնականում, ինչպես ասում ավետարանը գործողության մեջ, Ձեր համոզումները in action գործողության մեջ ցույց տվեք, որ այդպես է։ Մենք ձեզ մարդկայնորեն էլ կարող է հարգումել ենք, սիրումել ենք, բայց դա ինչ նշանակություն ունի արդարադատության կամ արդարության հետ։ Ինչ կապ ունի դա։ Ոնց կարող է 9 ամսվա ընթացքին ինչ դատախազներն ասել են ընդունվել է, ինչ պաշտպաններն ասել են ոչ։ Դուք ասում եք մարդկանց կալանքները փոխել ենք, ներողություն էլի, բայց ընդհանուր բան է տեղ ունեցել, սուրբ հարություն է հիմա դիմացնել։ Մարդկանց կալանքները փոխել ենք։ Ձեզ օրինակ տամ, պատվարժան դատարան։ Լիդիա Մանթաշյանի կալանք 5 ամիս, 6 ամիս տալուց հետո մի շաբաթում փոխվեց։ Այդ ինչ փոխվեց, որ փոխվեց, նույն միջնորդությունը։ Կարո Հոկումուշյանը ոչ մի բանի հետ կապ չունեցող մարդ, ինչպես է մինչև հիմա տնային կալանքի մեջ։ Մովսեսը Շարվաթյան, ինչպես հրայրը, որի վրա ինչ ասես ասում էին, ամենավերջի խոսքերով, ոնց եղավ են փոխվեց, ինչպես, մի շրջանում չի փոխվում, մի շրջանում մեղմացան, ինչ-որ հանգամանքներ հայտնվեցին նոր, եթե հրայրի համար հայտնվել են, կարոյի համար ինչու չեն հայտնվել, սրա մասին է խոսքը,
Եվ դուք անընդհատ խոսում եք դատախազների ներկայացրածի հիման վրա։ Ես չտեսա ոչ մի, ես անաչափ դիտորդով եմ նայում, հավատացեք, ինձ ոչ մի բան չի պատահել, խնդրում եմ հավատակ, բացարձակ ոչինչ չի պատահել, հակառակ կյանքիս պայմաններն են լավացել, իրավիճակս էլ է լավացել, փառք Աստծո լիքը բան եմ սովորում, նորից վերականգնվում, փառք Տիրոջը, այնքան հնարավորություն է բացվել իմ առջև աշխարհի, որ էլ չասած, չի վատացել, ես այնտեղ էլ չեմ նստած, այն դրսից նայում եմ, հետևում եմ այս նիստին ու ինքս հարցերն եմ տալիս, չեմ հետևում, չունեմ հնարավորություն, պատկերավոր եմ ասում, հիմա մեր մոտ չխառնում են իրար, չեմ հետևում, ուրեմն պատվարժան դատարան, սրա մասին է, հիմա դուք կընդունեք, չեք ընդունել, ես որպես արձանագրում այսօր կատարեցի և խնդրեցի ձեզ, ասելով, որ այն 2025 տարի առաջ տեղի ունեցած դատավարության այս օրով բեկանեք այդ ընթացքը, բայց դուք որոշեցիք չանել դա։